Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 22։ Նայելով Հիսուսին։ Նայելով Հիսուսին, մեր հավատքի զորագլխին և կատարողին։ Եբրայեցիս 12-րդ գլուխ 2-րդ խոսք։ Եթե ինձ հարցնեիք, թե ինչ է կատարվում աշխարհում հիմա, կպատասխանեի. այն ամենը, ինչի մասին Տեր Հիսուսը մեզ զգուշացրել էր վերջին օրերի մասին։ Նա զգուշացրել էր, որ մարդկանց սրտերը կդողան վախից, երբ տեսնեն, թե ինչ է կատարվում երկրի վրա։ Նա զգուշացրել էր տարբեր վայրերում երկրաշարժերի, ազգ ազգի դեմ պատերազմելու, թագավորություն թագավորության դեմ ապստամբելու, անօրենությունների և խռովությունների մասին։ Մենք ապրում ենք տեսնելու համար, թե ինչպես են վերջին ժամանակների բոլոր մարգարեությունները իրականանում մեր աչքերի առաջ։ Հիշեք Ղուկասի ավետարանի 21-րդ գլխի 11-րդ խոսքը. «Եվ մեծամեծ գետնաշարժներ, և տեղ-տեղ սովեր և մահտարաժամներ կլինեն»։ Տեր Հիսուսը մեզ ինչ ասաց, որ անենք, երբ տեսնենք, թե ինչպես է այս ամենը կատարվում։ Նա ասաց. «Եվ երբ որ այս բաները սկսեն լինել, վեր նայեցեք և բարձրացրեք ձեր գլուխները, որ ձեր փրկությունը մոտ է»։ Ղուկաս 21-րդ գլուխ 28-րդ խոսք։ Իսրայելի հետ լարվածությունը կրկին սրվում է Մերձավոր Արևելքում։ Մենք ականատես ենք լինում այն մարգարեությունների կատարմանը, որոնք մեզ քարոզվել են տարիներ շարունակ, և իրադարձությունները մոտենում են Արմագեդոնին։ Այո, մենք դողում ենք, երբ առաջին անգամ տեսնում և լսում ենք նման սարսափելի լուրերը, բայց հիմա ժամանակն է նայել Հիսուսին։ Նա է մեզ այսքան հեռու հասցրել, նա մեր հավատքի հեղինակն է, և նա մեզ կտանի դեպի վերջնագիծ հույսով ու խաղաղությամբ, անկախ նրանից, թե ինչ կկատարվի մեր շուրջը։ Նրանք, ովքեր գիտեն Սուրբ Գիրքը, ունեն Սուրբ Հոգուց եկող ներքին զգացողություն Տիրոջ վերադարձի մասին, որը մեզ մղում է աղաղակել. «Այո, Տեր Հիսուս, արի»։ Տեր Հիսուսն ասաց. «Արդ արթուն կացեք, որ չգիտեք, թե որ ժամում ձեր Տերը կգա։ Պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, Մարդի Որդին կգա։ Երանի այն ծառային, որ նրա տերը երբ որ գա, նրան այնպես անելիս կգտնե»։ Մատթեոս 24-րդ գլուխ 42, 44 և 46-րդ խոսքեր։ Սիրելիներ, եթե սիրում եք Տեր Հիսուսին, չպետք է զարմանաք կամ վախենաք։ Աստված վերահսկում է ամեն ինչ։ Վերև նայեցեք, մեր փրկությունը մոտենում է։